Հայաստանը շոկահարած մանկապղծության մասին ոչ մի խոսք, վեդիում մարդիկ խուսափում են ցուցմունք տալ ամիսներով իրենց քթի տակ սեռական բռնության ենթարկված քույրերի պատմության մասին։ Այս կնոջը վեդիի քննչական բաժին են կանչել որպես վկա սկանդալի մասին ցուցմունք տալու։ Ես ասեցի տղա ջան, ես արդարության համար խոսել եմ, մեղավոր եմ, ինձ տարեք պատճիկ, ես հրաժարվում եմ ցուցմունք տալուց, որովհետև կարող է այդ ցուցմունքը սխալ թեքեք իմ ու իմ հարևան մերձավորների դեմ։ Բռնության ենթարկված քույրերի հարևանուհին պնդում է, թե վեդիի քննիչներից մեկն իրեն սպառնացել է, եթե ցուցմունք չտա, օրենքով կպատժեն։ Եթե հրաժարվում եք ցուցմունք տալու, դատական գործ ենք հարուցել։ Հա։ Եղավ, ես հրաժարվեցի։ Ասի իմ տված ցուցմունքը կարող է ուղղել իմ դեմ ու այն երեխաների դեմ։ Ցավում են վեդիում, որ ձերբակալել են սեռական բռնության ենթարկված աղջնակների հորեղբորը, որը փորձել է վրեժխնդիր լինել ենթադրյալ պեդոֆիլից, հետո կռվել իրավապահների հետ։ Վեդիում խոսում են, որ երբ իրավապահները զանգել են աղջիկներին հարցաքննության կանչելու, հորեղբայրը զայրացել է, ասել, որ թույլ չի տա առանց փաստաբանների հարցաքննեն իր զարմուհիներին։ Հետո ըստ վեդեցիների, իրավապահների ու քույրերի հորեղբոր միջև վիճաբանություն է սկսվել վեդիի պուրակներից մեկում։ Լսել եմ ինչ-որ իրավապահները քֆուր են արել, ինչ ինքն էլ խփել է։ Անվստահություն է վեդիում իրավապահների նկատմամբ։ Ինչու է քննչական կոմիտեն միայն այսօր ենթադրյալ պեդոֆիլների, տաքսիստի ու նրա ընկերոջ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացրել դատարան։ Եթե մանկավարժները բողոքել են փետրվարից, ինչու չեք ձերբակալել մարդկանց։ Ինչու չեք պատժել հանգամանքները։ Բա դուք ինչ օրինական մարդիկ, ինչու են օրենք, դες ո՞նց հավատանք մենք։ Ո՞նց հավատանք դες։ Քննչական կոմիտեն, որ իր մի հայտարարությամբ գործը չբացահայտելու մեղքը ըստ էության անչափահաս զոհերի վրա էր բարդել, իբր իրարամերժ ցուցմունքներ են տվել մտավոր խնդիրներ ունենալու պատճառով, այսօր կարևորում է երեխայի լավագույն շահը։ Մենք պետք է առավելագույնս զգույշ լինենք եւ չտրվենք որևիցե այլ գայթակղության եւ դրանով չոտնահարենք երեխայի լավագույն շահը, որովհետեւ քրեական վարույթը երբ որ հարուցվում է, կատարվում է նախաքննություն, այս առումով մենք առավելագույնս ապահովում ենք, որպեսզի չվնասենք երեխայի լավագույն շահին։ Քննչական կոմիտեի նախագահի ասածից չի հասկացվում, հատկապես որտեղ կվնասվեր երեխայի լավագույն շահը, եթե դեռ փետրվարին պատասխանատվության ենթարկվեին ենթադրյալ պեդոֆիլները, որոնց կատարած հանցագործության մասին աղջնակների հայրը հաղորդում էր տարել ոստիկանություն։ Սեռական սկանդալը, որ հնարավոր է ջրի երես դուրս չգար, եթե չլիներ ինֆորմացիոն աղմուկը, կոծկելու նպատակ չի ունեցել քննչական կոմիտեն, հավատացնում է կոմիտեի նախագահը։ Այս հարցը, որը որ զուտ մաքուր իրավական բնույթի հարց է, ոչ ոք չփորձի քաղաքականացնել, նշեմ, որ այս քրեական վարույթը հենց օպերատիվ հետախուզական միջոցառումներ, երբ որ հետաքննական մարմինը ոստիկանությունը այս անձանց հետ ի սկզբանե բացահայտել է, ի սկզբանե բերել ներկայացել է քննչական մարմին, այսինքն այս առումով դեպքը կոծկելու, թաքցնելու եւ ինչ-որ այլ նպատակ չի կարող լինել եւ չէր կարող լինել։ Որ մարմինն է թերացել մանկապղծության զոհ դարձած անչափահաս քույրերի գործով։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գրավոր բացատրություն է պահանջել։ Գայանե Մովսիսյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։